Եղիշա Չարենց Ես իմ անուշ Հայաստան Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, մեր հին սազի ողբանվակ, լացակումած լարն եմ սիրում, անանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման, ու նարյան աղջիկների հեզաճկում պարն եմ սիրում։ Սիրում եմ մեր երկինքը մուկ, ջրերը ջինջ, լիճը լուսե, արևն ամռանն ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերս եմ, ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում։ Ուր էլ լինեմ չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր, չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր, ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունական վերքերը մեր, էլի ես որ քո առավար իմ Հայաստան յարն եմ սիրում։ Իմ կարոտասրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա, նարեկացու քուչակի պես, լուսապասակ ճակատ չկա, աշխարհանցի Արարատի նման ջերման գագաթ չկա, ինչպես անաս փառքի ճամփա, ես իմ մասի սարն եմ սիրում։ Եղիշա Չարենցը ստեղծագործել է հետևյալ ժանրերով բանաստեղծություններ, պոեմ, բալադ, քայրակ, վեպ և այլն։ Ստեղծությունը գրական, գեղարվեստական, չափածո ստեղծագործությունը, տեսակեր, ժանրը։ Վիլյամ Սարոյանն ասել է. Ես իմ անուշ Հայաստանին, մինչև այսօր կնկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենայն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը, հայր մերին նմանվող աղոթքն։ Վահագն Դավթյանն ասել է. մեծ է լինում մեծերի սերը ու մեծ է լինում տառապանքը, դժվար է մեր դարավոր գրականության մեջ գտնել մի այլ չափածո գործ, որ Չարենցի ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծության սիրո ուժը ունենար։ Մարտիրոս Սարյանն ասել է. Ես իմ անուշ Հայաստանին բոլոր մասշտաբներից դուրս է, պանո, հաստատված ժողովրդական էպոսի աստիճանին, դա մեր ազգային կենսագրության ու վարքի կենդանի արտացոլանքն է։ Մարտիրոս Սարյանն ասել է. Չեմ էլ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել կամ կարդացել Ես իմ անուշ Հայաստանին։ Դա մեր այսօրվա աղոթքն է, աղոթք, որը կարելի թե մտքում հյուսել, թե մրմնջալ շշուկով, թե արտասանել բարձրաձայն։